Վրեժը մի գաղափար է հայոց ցեղասպանությունից ածանցվող, այսպես ասած, վրեժը, որ մեր ժողովուրդը կարծեմ մի քանի անգամ գործադրել է եւ ֆիզիկապես եւ բարոյական հոգեվոր տեսանկյունից։ Բնականաբար, երբ որ մենք խոսում ենք վրեժի մասին, հայոց ցեղասպանության լավագույն վրեժը իհարկե մեր ժողովրդի շարունակականությունն է, ուժեղ եւ ամուր Հայաստանի Հանրապետության գոյությունն է։ Եվ այս համատեքստում պետք չէ մոռանալ, որ ցեղասպանություն վերապրած ժողովուրդը ընդամենը 3 տարի անց կարողացավ ստեղծել սեփական պետություն 800 տարվա ընդմիջումից հետո սեփական հողի վրա։ Սա թերևս հայոց ցեղասպանության մեծագույն վրեժն էր, ինչի պայմաններում այլևս ակնհայտ էր, որ թուրքական ցեղասպան քաղաքականությունը իր նպատակին չի հասել։ Դրանից հետո եկավ, այսպես ասած, ֆիզիկական վրեժի ժամանակը, երբ որ Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովի որոշումով կենսագործվեց Նեմեսիս հայտնի ծրագիրը եւ հայոց ցեղասպանության հիմնական բոլոր կազմակերպիչները ուղղակիորեն ոչնչացվեցին։ Դրանից հետո վրեժի մեկ այլ դրսևորում էր երևի թե խորհրդային Հայաստանի ժամանակ արդեն հայկական, հոգեվոր, մշակութային, կրթական, գիտական մտքի սրընթաց զարգացումը։ Վրեժի թերևս մեկ այլ դրսևորում էր 1960-ականների կեսերին ազգային զարթոնքը, հայոց ցեղասպանության հիշողության վերականգնումը, ցեղասպանության հուշահամալիրը եւ ընդհանրապես ցեղասպանության հարցը Սփյուռքի կողմից միջազգային օրակարգ բերելը, նաեւ խորհրդային Հայաստանում այդ հասարակական քաղաքական մտածումները։ Վրեժի հաջորդ դրսևորումը երևի թե Ղարաբաղյան շարժումն էր, Հայաստանի Հանրապետության անկախացումն էր։ Իհարկե ցավոք սրտի վերջին տարիների կատարվածը փաստում է, որ վրեժի այդ արշավը ընդհատվել է ցավոք սրտի եւ մենք նորից տեսնում ենք վրեժի ընդհատմանը զուգահեռ թուրքական ցեղասպան քաղաքականության ակտիվացում ինչ տեսանք Արցախում։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք վրեժի մասին, պարտադիր չի, որ այդ վրեժը վերածվի ռևանշիզմի կամ վրեժը ասածը մենք պատկերացնենք Թուրքիայի դեմ պատերազմով, թուրքերին սպանելով, վրեժի լավագույն դրսևորումը Հայաստանի Հանրապետության ուժեղությունն է, մեր ժողովրդի շարունակականությունը։ Քաղաքականությունը առանց զգացմունքայնության մի տեսակ չոր հաշվարկից եւ բիզնեսից շատ չի տարբերվում։ Քաղաքականության մեջ պիտի լինի գաղափար, պիտի լինի նվիրում, պիտի լինի հիշողություն։ Եվ երբ որ մենք խոսում ենք հայոց ցեղասպանության հիշողության մասին, դրա մեծագույն դասը թերևս պետք է լինի այլևս երբեք թույլ չտալ այլևս ցեղասպանություն հայության նկատմամբ, որովհետև ակնհայտ է, որ թուրքական ցեղասպան քաղաքականությունը որևէ փոփոխության բովանդակային առումով չի ենթարկվել։ Եվ այս համատեքստում էլի մեծագույն խնդիրը, որին հայ ժողովուրդը բախվում է, ուժեղ ազգային ամուր պետության ձևավորումն է, արդար հասարակության, հավասար հասարակության ստեղծումն ու զարգացումն է։ Միայն այս պայմաններում է հնարավոր իրապես կարողանալ դառնալ մի ուժ, որը կարող է հակազդել թուրքական ցեղասպան քաղաքականությանը։ Նախ հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգայնացման, պահանջատիրության եւ հատուցման խնդիրների այս համախումբը այսօր կարող ենք ասել, որ հայ դատի, հանձնախմբերի եւ գրասենյակների համաշխարհային ցանցի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է։ Մեր համակարգը 3 հիմնական աշխատանքային ուղղություն ունի՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը, դրա ներկա հանգամանքների միջազգայնացումն ու սպասարկումը, այդ թվում Արցախայցյան վերադարձ իրավունքը, հայոց ցեղասպանության առնչվող հարցերի խումբը եւ Հայաստանի Հանրապետության համար արտաքին զորակցության ապահովումը անկախ Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանություններ եւ վարչախմբից, որովհետեւ մենք հավատում ենք, որ իշխանությունները անցողիկ են, իսկ պետությունը պետական շահի մնայուն։ Հիմա գալով ձեր հարցին, բնականաբար այսօր հայոց ցեղասպանությունը պատմության ընթացքում տեղ ունեցած ցեղասպանություններից ամենաճանաչվածներից մեկն է միջազգային առումով։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նաև հայ դատի համակարգի գործուն ներգրավմամբ մենք կարողացել ենք հասնել, բայց ճանաչումը միայն բավական չէ։ Թուրքիայի վրա անհրաժեշտ է ապահովել միջազգային անհրաժեշտ եւ պատշաճ ճնշում այս համատեքստում, ինչը որ այն գործիքներից մեկն է, որը թույլ կտա հետագամ եւս կանխել ցեղասպանության կրկնությունը, որովհետեւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը երբեք էլ ինքնանպատակ
չի եղել եւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրներից մեկը ուղղակիորեն առնչվել է Հայաստանի անվտանգության, այսինքն անվտանգություն ապահովել, ցեղասպանության կրկնությունը կանխել ճանաչման եւ միջազգային դատապարտման միջոցով։ Տեսեք, երբ որ ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը դուրս մղված չէր Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստից, Թուրքիայի վրա կար ոչ անհրաժեշտ, բայց գոնե որոշակի միջազգային ճնշում։ Հիմա երբ որ ցեղասպանության ճանաչման հարցը դուրս է մղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղեծրից, այս պայմաններում Թուրքիայի վրա ապահովել միջազգային ճնշում գրեթե անհնար է, որովհետև Թուրքիան պետք է հատուցի, Թուրքիան պետք է ճանաչի միայն միջազգային պատշաճ ճնշման արդյունքում կամ ներքին ժողովրդավարական զարգացումների ընթացքում։ Հաշվի առնելով Թուրքիայում տիրող վարչակազմը, բռնաճնշումների մակարդակը, դժվար է տեսանելի ապագայում պատկերացնել թուրքական հասարակության շրջանում այդ մղումը, որպեսզի առերեսվեն սեփական պատմության հետ։ Հայաստանի իշխանությունների ներկա քաղաքականության համատեքստում դժվար է պատկերացնել միջազգային անհրաժեշտ ճնշման առկայություն։ Այս երկու հիմնական ճանապարհներն են, որոնք պետք է ստիպեն Թուրքիային ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Բայց այս տրամաբանության մեջ կուզեմ մեկ այլ շեշտադրում կատարել։ Երբ որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար հայոց ցեղասպանության միջազգային հարցը կարևոր էր, ինչպես նշեցի, Թուրքիայի վրա կար նաև միջազգային ճնշում։ Ընդհանրապես մեկ օրինակ բերեմ եւ անցնենք առաջ։ Երբ որ մենք մինչև 2018 թվական աչքի ենք անցկացնում օրինակ Եվրոպական միության ղեկավար կառույցների զեկույցները Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, Եվրոպական միության եւ բանակցային գործընթացի վերաբերյալ, այնտեղ հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը նախապայմանային նշանակություն ունի։ 2010-ականների կեսերից սկսած ՄԱԿ-ի մարդու իրավունքների մշտական խորհրդում Թուրքիան բավական վատ վիճակում էր հայտնվել։ Նաեւ միջազգային ճնշման համատեքստում հայտնի Բունդեսթագի որոշումը, երբ որ Գերմանիան էր ընդունում սեփական պատասխանատվություն եւ նույնիսկ կոչներ անում Թուրքիային հայոց ցեղասպանության իրականացման գործում։ Այսինքն, երբ որ կա հայկական պետության ներգրավումը, կա նաեւ ճնշումը Թուրքիայի վրա, երբ որ չկա հայկական պետության ներգրավումը, հայոց ցեղասպանության հարցը ցավոք սրտի միջազգային համայնքի համար մնում է հիշողություն, իհարկե պատշաճ ոգեկոչում են, որովհետև հայոց ցեղասպանության խնդիրը վաղուց այլևս դուրս է եկել հայկական շրջանակներից եւ դարձել է ընդհանրապես մարդասիրական խնդիր քաղաքակիրթ մարդկության համար։ Պայքար հայկական շահերի պաշտպանության համար։ Այդ պայքարը կարող է ներառել հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրներ, այդ պայքարը կարող է ներառել Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարցեր, Հայաստանի Հանրապետության օժանդակության, արտաքին զորակցության պահպանման հարցեր, Սփյուռքում հայկական գաղութների պահպանություն, հայկական իրավունքների պահպանություն, արտերկրում օրինակ Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանությունը, որտեղ Հայդատի հանձնախումբը նույնպես ներգրաված էր, եւ այլն, որտեղ որ կա հայկական շահ, որտեղ կա հայկական շահի պաշտպանություն, այդտեղ կա Հայդատի պայքար։ Իրականում այս թեման մեր առօրյան է դարձել։ Ցեղասպանությունը մի հանցագործություն է, որի ազդեցությունը մենք զգում ենք ամեն օր։ Մենք դրա ազդեցությունը զգում ենք, երբ որ Հայաստանը ունի ժողովրդագրական խնդիրներ, երբ որ Հայաստանը ունի տնտեսական խնդիրներ, երբ որ Հայաստանը ունի քաղաքական խնդիրներ։ Այսօր, երբ որ Հայաստանը անօրինական շրջափակման է ենթարկված Թուրքիայի կողմից եւ դրա արդյունքում ունի խնդիրներ, այսինքն սա մեր առօրյան է եւ մեր խնդիրների իսկապես մեծագույն մասը կապված է հայոց ցեղասպանության եւ դրա չվերացող հետևանքների հետ, որտեղ ցեղասպանությունը մի հանցագործություն, որ նման է ատոմային ռումբի կիրառման, այսինքն դրա հարվածային ալիքը միայն այդ կարճ ժամանակով չի սահմանափակում եւ այդ խոցող ազդեցությունը տասնամյակներ եւ հարյուրամյակներ կարող է պահպանվել։ Դե թերևս այսպես ասած ակնառու ճանաչումը, որ ունեցանք Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի երկու պալատների կողմից 2019 թվականի հայոց ցեղասպանության ճանաչումներ, ինչին որ հաջորդեց արդեն հաջորդ տարի կամ 2 տարի անց 21 թվականին նախագահ Բայդենի կողմից ճանաչումը։ Սա դերևս մեծագույն, այսպես ասած, արդյունքներ ճանաչման համատեքստում, բայց աշխատանքները բնականաբար միայն ճանաչումով չեն սահմանափակվում, այդ հիշողությունը մշտապես կենթանի պահելով հայոց ցեղասպանության պատշաճ ոգեկոչումներ ապահովելով եւ նաեւ տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների տոնացույցում, հիշատակի եւ օրերի ցանկում հայոց ցեղասպանության օրը
ֆիքսելն է, ընդ որում շատ կարևոր մեկ այլ առաջնահերթություն է նաև այն, որի մասին շատ չի հրապարակվում, զուտ քարոզչական ծավալով պայմանավորված, բայց շատ կարևոր է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը համայնքային մակարդակներում, քաղաքային մակարդակներում, ինչը որ ժողովրդի համար ավելի հասանելի է։ Տեսեք, ոչ թերագնահատելով որևէ մակարդակում հայոց ցեղասպանության ոգեկոչում, բայց եթե իրականացում է պետական արարողակարգային որևէ միջոցառում, բնականաբար դրա քարոզչական էֆեկտը նույնպես մեծ է, բայց երբ որ փոքր քաղաքներում է իրականացում, համայնքներում է իրականացում, սովորական այլազգի մարդիկ տեղեկանում են հայկական խնդիրներին, սա նույնպես կարևոր է եւ այս առումով նույնպես Հայդատի տարբեր հանձնախմբեր ավելի քան 30 երկրներում աշխատանքներ իրականացնում են, օրինակ մենք երեք տեսանք, որ Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանի վրա հայկական դրոշներ բարձրացվել, Մարսելում, Բելգիայում, Մեխելենում, սրանք օրինակներն են, շարքը կարող ենք տասնյակ րոպեներ շարունակել։ Ուժեղ, ամուր, դիմակայուն, իր ազգային շահերին հետամուտ Հայաստանի Հանրապետության ձևավորումը կամ զարգացումը կամ Հայաստանի Հանրապետության ուժեղացումը այս տրամաբանությամբ։